Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քաղաքագիտության դոկտոր, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ պարոն Հրաչյա Արզումանյանի հետ։ Ողջունում եմ պարոն Արզումանյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ ընդունել եք մեր հրավերը։ Հայաստան է գալիս Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարը։ Սա բոլորը նշում են, բոլոր լրատվամիջոցները հիշեցնում են, որ 44-օրյա պատերազմից հետո սա առաջին այցն է այսպիսի բարձրաստիճան Ռուսաստանի։ Այցին ընթառաջ Ռոբերտ Քոչարյանը որոշ հայտարարություններ է արել մամուլի համար, մենք կանդրադառնանք այցին ձեր կարծիքով ինչով է պայմանավորված այցը եւ ինչ ծրագիր ունի, շատ քիչ է ինֆորմացիան, եւ փորձենք հասկանալ Քոչարյանի որոշ մի 3 հայտարարություն եմ դուրս բերել, փորձենք Քոչարյանի խոսքից հասկանալ, թե այնուամենայնիվ ինչ ուղղություն է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս հարաբերություններում ինչ ուղղություն է արկա։ Եվ այսպես Ռոբերտ Քոչարյանը ասում է պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, սա առաջին կետն է, եւ իհարկե շարունակում է նա ներառել Իրանի գործոնը հայ-ռուսական հարաբերություններին գումարենք Իրանի կոմպոնենտը, դարձնելով դրանք եռակողմ հարաբերություններ, եւ այսպես հայ-իրանական հարաբերություններ, հայ-ռուսական հարաբերություններ, ինչի մասին է խոսում Քոչարյանը։ Ինչ առաջարկում։ Կարելի է կոնստատացնել, որ Ռոբերտ Քոչարյանը չի փոխում։ Եվ զարմանալի չէ, որ չի փոխում, բայց մյուս կողմից զարմանալի է, որտեղ ժամանակները փոխվել են, անվտանգության միջավայրը փոխվել է, աշխարհը փոխվել է, Ռոբերտ Քոչարյանը մնացել է նույնը։ Եվ դրա համար Ռոբերտ Քոչարյանից սպասելի է նման հայտարարություններ։ Դուք կարծում եք սա Ռոբերտ Քոչարյանի զուտ իր տեսակետն է, թե նա կամ այսպես ասենք համընկնում է արդյոք այս տեսակետը Ռուսաստանի վերաբերմունքին հայ-իրանական հարաբերություններին։ Ռուսաստանի վերաբերմունքը, Ռուսաստանի քաղաքականությունը, ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել։ Մնացել է նույնը, Ռուսաստանն էլ չի փոխել իր մոտեցումը եւ վերաբերմունքը Հայաստանի։ Հայաստանը որպես անկախ պետություն իրավունք չունի գոյատևել, լավագույն դեպքում Բելարուսիայի նման մի ստատուս պետք է ունենա, բայց կարելի է այդ ստատուսն էլ վերցնել, նայելով ինչ է կատարվում Ուկրաինայում, երբ Ուկրաինային զրկում են ինքնություն, պետական ինքնություն ունենալուց, այդ ճանապարհի վրա եւ Ռուսաստանը միշտ դրա մասին խոսում էր։ Պուտինը ասում էր, հայտարարում էր, իր նպատակն է վերականգնել սովետական միությունը, Ռուսաստանի կայսրությունը։ Ոչ Ռուսաստանի կայսրությունում, բայց սովետական միությունում անկախ Հայաստան չի եղել։ Ռուսաստանը չի փոխել դիրքերը, եւ Ռոբերտ Քոչարյանը, որպես Ռուսաստանի շահերի ներկայացնող քաղաքական եւ պետական ժամանակի գործիչ, չի փոխել վերաբերմունքը։ Ռոբերտ Քոչարյանի համար եւ Ռուսաստանի համար խնդրեմը լրիվ ուրիշ ասպարեզում է, ոչ պետականաշինության, ոչ հայ ժողովրդի զարգացման։ Դրա համար չեմ կարծում, որ մենք պետք է շատ այդքան երկար ժամանակ տրամաբարդենք Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանի հետ սովետական Հայաստանը եւ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ վերջացրել են իրան ազդեցությունը այսօր կուսակցության 5-10% եւ չեմ կարծում, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք Ռոբերտ Քոչարյանին։ Շնորհակալ եմ պատասխանի համար։ Այնուամենայնիվ հայ-իրանական հարաբերություններին անդրադառնանք, Իրանի գիտենք, որ այս ձևակերպումը եթե ծանոթ է մեր ունկնդիրներին, բոլոր դեպքերում ես նորից հիշեցնեմ, որպեսզի փորձենք վերլուծել, հասկանալ ինչ է կատարվում։ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ասել է հետևյալը. Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչ եք կարծում, ում կարող է նկատի ունենալ իրանական կողմը, երբ որ ասում է թույլ չենք տա թշնամիներին խաթարել մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք ապրում ենք այնպիսի անվտանգության միջավայրում, որ թշնամիները եւ կողմնակիցները շատ շուտ փոխվում են։ Այդ պետք է հաշվի առնել։ Եվ այս հայտարարությունը խոսում է նրա մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունները կմնան ավելի կայուն եւ կայացած։ Մեզ համար դա լավ մոտեցում է կարծիքով, բայց ով է Իրանի թշնամին այսօր եւ ով է կարող լինել վաղը թշնամի շատ դժվար է հասնել, դու այդ հնարավորությունը չունես։ Եղել է մի ժամանակ եւ Իրանի եւ Միացյալ Նահանգները թշնամիներ են եղել։
Հետո հիմա կա ինչ որ հավանականություն, որ տեղի կունենա պայմանավորվածություն եւ Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները կտրուկ կփոխվեն։ Որպես զուգահեռ ով կմտածեր, որ մի քանի օր առաջ Թրամփը հայտարարեց, որ Սիրիայի հետ ամեն ինչ նորմալ է, սանկցիաները հանել են եւ պատրաստում են ձևավորել հարաբերությունները մի առաջնորդի հետ, որը եղել է Ահաբիկ Չակյան, Ալ-Կաիդայի ներկայացությունն ա եղել եւ պատկերացնել մի շաբաթ առաջ, որ Միացյալ Նահանգների նախագահան կարող է ձեռք սեղմի Ալ-Կաիդայի ղեկավարների մեկը անհնար էր ըրում, բայց այդ տեղի ունեցել։ Ինչու է տեղի ունեցել։ Որտե միջավայրը փոխվում է, մնում են քո ազգային շահերը եւ ելնելով քո ազգային շահերից դու դեպավորում ես ռազմավարություն եւ քաղաքականություն։ Միջավայրը եւ փոքրիկ փոփոխություններ տեղի ունեն, դու պիտի փոխվես, բայց Ռոբերտ Քոչարյանը չի փոխվել։ Ռուսաստանը փոխվում է, համակերպվում է, բայց մենք չենք փոխվել, այստեղ խնդրեմ առաջանում։ Եվ Ռոբերտ Քոչարյանն ներեցեք խոսում է, պիտի ընտնեք երկու ուժային կենտրոնների հարաբերությունների մեջ, Իրանի եւ Ռուսաստանի մեջ, ես միշտ ասում եմ եւ նորից կասեմ, Հայաստանի ռազմավարությունը, քաղաքականությունը պիտի լինի դուրս գալ ուժային կենտրոնների հարաբերություններից։ Պետք չի լինել ռուս-թուրքական հարաբերությունների մաս, պետք չի լինել ռուս-իրանական հարաբերությունների մաս, պետք չի լինել Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Չինաստանի հարաբերությունների մաս։ Հայաստանը որպես երկիր, անկախ երկիր, պիտի կառուցի երկկողմանի հարաբերություններ ուժային կենտրոնների հետ եւ խուսափի այն լուծումներից, որտեղ դու դառնում ես ինչ որ մեծ լուծումների մի մաս։ Այդ լուծումները վերջում բերում եմ քեզ պարտության, փաստորեն։ Ոչ մեծ պետությունները, երկիրները, որոնք նրանց պաշտպանել, պիտի դուրս մնան այդ հարաբերություններից, որտեղ հարաբերությունները կարող են կտրուկ փոփոխվել։ Այսօր Ռուսաստանը եւ Իրանը դաշնակիցներ են, բայց երբ Թրամփը փորձել է լուծել եւ փորձում է լուծել կա Թրամփի եւ Միացյալ Նահանգներում, փաստորեն այսօր շատ վտանգավոր է, ոչ կայուն վիճակ է կարելի ասել Իրանի նկատմամբ։ Այսօր պարզվում է, որ կա երկու լուծում, երկու սցենար Իրանի հետ կառուցել հարաբերությունները, մեկը ռազմական գործողությունների, ռազմական սցենարն է, մյուսը խաղաղության սցենարն է։ Թրամփը փորձում է գնալ դիվանագիտության խաղաղության ճանապարհով եւ կառուցել փոխել կտրուկ հարաբերությունները Իրանի հետ։ Եվ դա կլինի լավ լուծում եւ Հայաստանի համար եւ տարածաշրջանի համար։ Եթե Միացյալ Նահանգները կարողանա այդ քայլը անել, փաստորեն Մերձավոր Արևելքում հույս է առաջանում, որ կարող է խաղաղություն լինի։ Բայց ավելի մեծ լայն շրջանակներ Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավում Իսրայելում կտրուկ դեմ են նման մոտեցումների եւ ուզում են, որ Միացյալ Նահանգները անցնի ռազմական գործողությունների եւ որ մոտեցումը կհաղթի, այսօր ասել ոչ մեկը չի կարող։ Թրամփ ուզում է խաղաղություն, բայց իր միջավայրը ուզում է պատերազմ շատերը, նեոկոնսերվատորները եւ մնացած այդ նոթումները։ Եվ այդ վիճակում եւ Միացյալ Նահանգները պատրաստում են պատերազմի սցենարի դեմ, ինքը ուզում էր ունենալ աջակցություն Ռուսաստանի կողմից եւ Ռուսաստանը միանգամից ներեցեք ճակետներում ծախեց Իրանին եւ ասեց, եթե Միացյալ Նահանգները ասեն ռազմական լուծումների, Ռուսաստանը կաջակցի, չեզոք կմնա կամ կաջակցի նման գործողությունների։ Դրա համար այսօր նորից եմ կրկնում, Ռուսաստանը, Իրանը դաշնակիցներ են, բայց վաղը կարող է դառնան թշնամի։ Եվ ինչու դու դառնում ես Ռուսաստանի ռազմական հետ հարաբերություններ ունեցող պետություն, քո թշնամացնում քո հարաբերությունները Իրանի հետ։ Մի գնա այդ ճանապարհով, կառուցի քո սեփական հարաբերությունները, ունեցի քո հարաբերությունները ոչ մեկի հետ չկապվելով։ Դրա համար Քոչարյանի մոտեցումը եւ Հայաստանի քաղաքականության մոտեցումը ի սկզբանե պետք է լրիվ ուրիշ։ Պետք չի ունենալ որևէ մի հարաբերություններ հաշվի առնելով ուրիշ շահերը։ Դա կորսական ճանապարհ է, եւ մենք այդ ճանապարհի վրա կորցրել ենք Արցախը փաստորեն։ Պարոն Արզումանյան, երբ որ որևիցե երկրի բարձրաստիճան պաշտոնյա է այցելում Հայաստան, ասենք նախագահ է այցելում, նույն արտգործնախարարը, մեծ ոգևորությամբ ենք եւ սպասում այդ այցին եւ լուսաբանում են այդ այցը։ Այս այցը Լավրովի այցը, կարծես թե շատ մամուլի մասին է խոսքը։ Մամուլը շատ անհանգստացած է, շատ լարված միջավայր եմ զգում։ Ես մենակ եմ այդպիսի միջավայր զգում, թե դուք էլ եք զգում, որ ինչ որ անհանգստություն կա հայ հասարակության մեջ այս այցի հետ կապված։ Չեմ կարծում, որ պետք է անհանգստանալ, որովհետև ցավոք սրտի հայ-ռուսական հարաբերությունները կայուն են, կայացած են եւ որևէ փոփոխություններ ես չեմ սպասում։
Դրա համար սпасել ինչ կարող է փոխվի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի մոտեցում ռազմավարական տենդենսներ փոխել չի ուզում, ինքը մնում է Ռուսաստանի դաշնակից եւ մնում է Ռուսաստանի բացարձակ ազդեցության տակ, ոչ մի բան չի փոխվել։ Եվ վերջի այցը Նիկոլ Փաշինյանի Կրեմլ դա բավականին պարզ եւ հստակ ցույց հայտվել էր նկարները, որ մենք տեսել ենք այնտեղից ինչ է տեղի ունենում եւ ոնց են վերաբերվում Հայաստանին եւ ոնց են պատրաստվում կառուցել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ուղղակի Լավրովն է գալիս, որովհետեւ Հայաստանի քաշը դերը ինքան փոքրացել է, որ արդեն անպայման չի, որ Պուտինը գնա այդ ճանապարհով եւ հարաբերություններ լինեն Պուտին-Նիկոլ Փաշինյանի հետ։ Հերիքա որ արտգործնախարարը գա եւ ինչի պետք է հասցնի Նիկոլ Փաշինյանին։ Այդ ուղղակի ինձ համար որ Լավրովն է գալիս եւ Լավրովն է ճակետներում խոսքը բերում, նշանակում է որ Հայաստանը նորից միաստիճան ընկել է իր վերաբերմունքը, իր հարաբերությունը, իր քաշը հարաբերությունների Ռուսաստանի հարաբերությունների մեջ եւ դա բնական է։ Որտեղ եթե դու ամեն ինչ հանձնում ես, ամեն ինչին պատրաստ ես, քեզ հետ այդպես են վերաբերվում։ Դրա համար ես Լավրովից որևէ բան չեմ սպասում եւ Ռուսաստանից ոչ մի բան չեմ սպասում։ Ինչ կարելի է սպասել Ռուսաստանից մեկ գիտեք, մենք արդեն ստացել ենք 2020-25 թվականների Ռուսաստանից ինչ արժանի եք ցավոք հարտի։ Դրա համար ես ավելի շուտ մտածում եմ ինչ կնի Իրանի շուրջ, ես ավելի շուտ մտածում եմ ինչ կնի Թուրքիայի հետ, եթե Թուրքիան գնա անկայունության ճանապարհով, ոնց ինչ է կանելու, Թուրքիա մերձավոր արևելքում, Սիրիայի տարածքում լարվածություն Իսրայելի հետ ինչ կարող է տեղի ունենա, կարող է փոփոխություններ տեղի ունենա, Թրամփը չգնաց Իսրայել, գնաց Սաուդյան Արաբիա, Պարսից ծոցի թագավորությունների, բայց Իսրայել չմտավ, կարող է այդտեղ փոփոխություններ լինել։ Թուրքիան թույլ չտվեց Նետանյահուն օդային տարածք օգտագործի այդտեղ։ Ես ավելի շուտ այդտեղ եմ նայում։ Ռուսաստանում փոփոխություններ չեն լինելու։ Ռուսաստանը փորձում է Ռուսաստանի դաշինքը փորձում է վերականգնել իր կայսրական համակարգը, դառնա նորից կայսրություն, դառնա նորից գերիշխանություն։ Եվ կշարունակի ռուս-ուկրաինական պատերազմը, որ ինքը զբաղվում է, հիմնական ուղղությունով զբաղվում է, Ռուսաստանը չի փոխվել եւ մոտիկա 2025 թվականին չի փոխվելու։ Դրա համար ես Ռուսաստանի մասին չեմ մտածում։ Ռուսաստանի թեման ինչու ենք բարձրացնում, նախ իհարկե այցի հետ կապված էինք մտածում ինչ կլինի, երկրորդը ձեր գնահատականը Հայաստանը շատ մեծ կախվածություն այժմ չունի Ռուսաստանից կամ հարցը այլ կերպ ձևակերպեմ, Ռուսաստանը այժմ շատ ուժեղ չէ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, Հայաստանը չէ գայա, ցավոք սրտի այդպես չէ։ Պետք է ուղղակի կոնստատացնել, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մնում է ահռելի մեծ եւ անընդունելի մեծ։ Այո։ Մենք պիտի լուծենք այդ խնդրը, բայց մենք կողմից պիտի կոնստատացնենք, որ արդիական իշխանությունները դա չեն անելու։ Արդիական իշխանությունները դա ձեռք է տալիս։ Դրա համար Հայաստանի կախվածությունը ահռելի մեծ է, Հայաստանի կախվածությունը ռազմական ոլորտում շարունակվում է, մենք մնում ենք Ռուսաստանի ռազմական դաշնակից, դա անընդունելի է այս փոփոխող աշխարհում, բայց Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի փոխելու։ Դրա համար մտածել, որ կարող է ինչ-որ փոփոխություն ունենալ Ռուսաստանի հետ, չեմ կարծում։ Ռուսաստանը ամեն ինչ ձեռք է տալիս, Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքը Հայաստանում մնում է, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում մնում է եւ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում որևէ փոփոխությունների գնալ։ Դրա համար ինչ կա այստեղ մտածելու։ Այստեղ մնացել է բոլոր ամեն ինչը կոնստանտայի վիճակում։ Նոր պարտավորություններ։ Նոր պարտավորությունները նույն հին ռազմավարական ուղղության վրա եւ Ռուսաստանը պարզ ասել է մեր երեսին, որ վերջի որոշումը մենք պետք է ունենք, որ պետական ինքնաիշխանությունից պետք է հրաժարվենք, դեռ դառնանք կայսրության նորից մաս։ Այդ դու քեզ երեսիդ ասել են, վաղուց են ասել, այստեղ փոփոխություններ չկա։ Այն որ դու դա չես ուզում լսել, դա քո խնդիրներն են։ Այստեղ Ռուսաստանի վարկը եւ քաղաքականությունը նույնպես չի փոխվում։ Ռուսաստանը շղթում է հետսովետական պետությունների, որ ունեն ինքնաիշխանության իրավունք։ Ալեն Սիմոնյանը ասել է, որ Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից հանելու հարց։ Սա պարզապես հիշեցնում եմ, նոր էր արվել այդ հայտարարությունը այն համատեքստում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև բալանսավորված ընդհանրապես Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն։ Մենք արդեն հոգնել ենք անընդհատ խոսելու այդ հապկի հետ կապված, Ռուսաստանի ռազմաբազայի հետ կապված։ Չեք կարծում արդյոք, որ Հայաստանը այնուամենայնիվ կախվածությունը շարունակում է ուժեղ
թույլ տալ, որ ուժեղ լինի Հայաստանի կախվածությունը եւ որևիցե հերանեկար, որ որոշ չափով գոնե ինքը իր սահմանները վերահսկի, մենք չենք տեսնում։ Մենք չենք տեսնելու ցավոք սրտի։ Հայաստանը չի փոխում իր դիրքորոշումը։ Հայաստանը մնում է կախվածության մեջ, ես նորից կրկնեմ, եւ արդիական իշխանությունները փոփոխությունների չեն գնալու։ Չեն Եվ գնալու։ եթե մենք ուզում ենք ունենալ ուրիշ որևէ փոփոխություններ, մենք որպես ազգ պիտի մտածենք ոնց է փոխվում իշխանությունը, ինչ իշխանություններ եք ունենալու, եւ եթե իշխանությունների արժե պիտի դնենք այդ խնդիրը, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանին անթույլատրելի ուժեղ է։ Այդ արդեն հասարակության խնդիրն է։ Ոնց ենք մենք ընտրությունների միջոցով լուծում այսօրվա իշխանությունների խնդրը, որոնք պատրաստ չեն լուծել հայկական ազգային շահերը պաշտպանելու փոխադարձի եւ ուրիշ մոտեցումների։ Ես միշտ ասում եմ, եթե հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը եղել է եւ մնում է Ռուսաստանի ռուսամետ քաղաքական գործիչ, այն մորալ մասկերով կան, որ մենք տեսնում ենք արևմտյան խոսակցությունը, ժողովրդավարական խոսակցությունը, դա լոկ խոսակցություններ են։ Հետսովետական Հայաստանը մնում է ավտորիտար երկիր, ավտորիտար երկրի սահմանադրություն ունեցող, այդպես ճիշտ կլինի ասել, որովհետև փառքաստով իմ հասարակությունը, իմ ժողովուրդը ոչ մի ժամանակ չի համաձայնվել այդ ստատուսով, միշտ պայքարել է 30 տարվա ընթացքում։ Բայց քո սահմանադրությունը, քո պետական հաստատությունները, քո կառուցվածքը մնում է հետսովետական եւ ավտորիտար։ Եվ Նիկոլ Փաշինյանին դա դուր է գալիս։ Եթե մենք ուզում ենք փոփոխությունների գնալ, մենք պիտի դնենք լուրջ խնդիր, փոխենք իշխանությունները եւ ոչ թե փոխենք ուղղակի մի անձին փոխել ուրիշ անձով, բայց դնել եւ լուծել խնդրը բերենք իշխանության լրիվ ուրիշ ուժեր, հասարակական եւ քաղաքական ուժեր, որը պատրաստ են Հայաստանին տանել ուրիշ ճանապարհով, դեպի ժողովրդավարական երկիր, դեպի միջազգային հասարակություն, ոչ թե ավտորիտար միջավայր, եվրասիական միջավայր։ Դա դժվար խնդիր է։ Մի քայլ ետ դնեմ եւ խոսենք այդ impeachment-ի գործընթացի մասին։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանին պետք է փոխել։ Կարծես թե որոշում են կայացրել մի շարք ուրեմն քաղաքական ուժեր, որ պետք է impeachment-ի գործընթաց սկսել եւ անգամ երկու ձայն պակասում էր, որոշել են, որ երկու ձայնը կտան, վարչապետ են տեխնացու են առաջարկել Մարուքյանին եւ այսօր առավոտյան պարզ դարձավ, գուցե երեկվա լուրեր, ես ուշ եմ տեսել, ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը որոշել է չմիանալ այդ գործընթացին, Մարուքյանի առաջադրման գործընթացին եւ ասել է, որ Նիկոլ Փաշինյան երկուսով են փոխարինելու։ Հարցս հետեւյալն է, այդ impeachment-ի հետ կապված գործընթացը, որ ասում են, ահա Նիկոլ Փաշինյանին պետք է փոխել, պետք է impeachment անել, եթե նախորոք գիտեն, որ impeachment-ի համար ոչ անհրաժեշտ ձայն ունեն, չեն կարողանալու գնալ։ Ինչի համար է այս ամբողջ խոսակցությունները Էդմոն Մարուքյանն են վարչապետի տեխնացու առաջադրում, հետո մերժում են, հետո միանում են, հետո չեն միանում, եւ ժողովուրդը անընդհատ ոնց որ հետևում է, այն որ ասում են հետևիր ձեռքերիս, հետևում են այդ գործընթացներին։ Ինչպես է գնահատում այդ impeachment-ի կոչված գործընթացը, մեկ, երկրորդը Նիկոլ Փաշինյանի շուրջ այդ ասենք ասեմ քաղաքական իրարանցում կա իրականում թե ոչ, եւ եթե դուք ասում եք պետք է Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ այլ անձով, ինչպես դա կարող է կատարվել։ Իմաստը այն աղմուկն է, то есть մենք տեսնում ենք տեղեկական աղմուկ է ցավոք սրտի գայանել այդ բոլոր impeachment-ի այդ խոսակցությունը եւ այլ, որը ուշադրությունը հասարակության շեղում է իրական լուրջ խնդիրներից, ուղղակի հասարակությունը պահում է այդ շեղված վիճակում։ Որպեսզի ինչ։ Եթե հիշում եք դուք հապկի խոսակցությունը, հապկի պատմությունները, հայտարարությունները եւ այլը, բայց այդ ամեն ինչը նորից են կրկնում աղմուկ է, որը փոփոխություններ տեղի չեն ունենալու, որովհետև այսօրվա պարլամենտը Հայաստանի խայտարակ պարլամենտը կարող եմ ասել, այդ ման խայտարակ պարլամենտ ես չեմ հիշում 30 տարվա ընթացքում ամենասվատագույնն է իր անձնավորություններով, իր մթնոլորտով, որը այնտեղ ստեղծվել է, այն լեքսիկոնով, որոնք իրանք օգտագործում են իմ պարլամենտում, իմ կարծիքով դա ինձ համար դա վիրավորական է, ես չեմ ուզում այդպես պարլամենտ տեսնել։ Եվ ցավոք սրտի բոլոր քաղաքական ուժերը, որը պարլամենտում են, բոլորը համաձայն են այն ուղղությամբ, այն ռազմավարության քաղաքականության, որը վարում է Նիկոլ Փաշինյանը։ Բոլորը համաձայն, որ մենք մնում ենք Ռուսաստանում, որ մենք մնում ենք Եվրասիայում։
Պարզապես պաշտոնը ով կզբաղեցնի, դա է թեման։ Իշխանության խնդիրները, իշխանությունը ինչ չի հետարկում իշխանության խնդիրը գային, ինձ համար նշանակություն չունի, ով է փոխելու, ով է վարելու Հայաստանի առաջնորդն լինելու եւ ով է ավելի լավ ներկայացնելու Պուտինի արչեւ Հայաստանը։ Այսինքն կեղծ պայքար է, դա։ Դա պայքար է իշխանության եւ դա պայքար է, որը կապ չունի հայկական ազգային շահերի հետ։ Մեր ազգային շահերը լրիվ ուրիշ եմ կարծիքով, մենք կանգնած ենք երկրորդ Արցախի արշավից հետո ինձ համար նորից պարզ է դարձել, որ մենք պիտի լուծենք Հայաստանի դեօկուպացիայի խնդիրը, մենք պիտի վարենք ազգային ազատագրական շարժում եւ ազատենք Հայաստանը կայսրությունների ներկայացությունից, Ռուսաստանի կայսրության, Թուրքիայի կայսրության ներկայացությունը Հայաստանում, մենք պիտի ազատվենք այդ ամենից։ Այդ խնդիրը մտահոգում է Հայաստանի ներկայիս իշխանություններին, հարցնում եմ, այդ խնդիրը մտահոգում է ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր կուսակցություններին, դեռ այս երկուսը։ Ես բոլորին հետաքրում է իշխանությունը, վերցնել իշխանությունը եւ վայել իշխանությունը։ Ես խոսում եմ կամ իրենց ունեցվածքը պաշտպանել ինչ-որ ձևերով, վայելել ունեցվածքը, պահել եւ այլ այդ ուրիշ հարց է։ Ես խոսում եմ դեռ ոչ թե քաղաքական տրամաբանության եւ շահերի մասին, բայց ազգային շահերի մասին։ Մենք պիտի լուծենք Հայաստանի ազգային ազատագրման շարժում պիտի լինի, որը Հայաստանը ազատի ի վերջո Ռուսաստանից։ Հետո երբ մենք ազատենք, մենք կարող ենք դնել քաղաքական շահեր, տնտեսական շահեր, ռազմական շահեր եւ այլ խնդիրներ, որը մենք պիտի լուծենք։ Մինչև մենք չենք ազատվել այս ամեն ինչից, որ մենք տեսնում ենք սովետական Հայաստանում, մենք չենք կարողանալու։ Երբ մենք մոտենում ենք այն նշաձողին, որ կարող ենք փոխել մեր վիճակը անկախանալ, մենք միշտ անում ենք հարված։ Հիմա գլխումս մի անգամ չգիտեմ Աստվածչյանի անցել է հոկտեմբերի 27 1999 թվականին, երբ այն ժամանակ Վազգեն Սարգսյանը իրոք պատրաստում էր դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից տակի եւ անկախանալ, մենք ստացել ենք հարված։ Ես ման հարվածներից եմ վախենում, Հայաստանի քաղաքական պետականության հարվածներին եմ սպասում։ Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Քոչարյանը, ոչ մնացածները պարլամենտում նման սպառնալիք Ռուսաստանի համար չեն ներկայացնում։ Կամ վախենում են ներկայացնել սպառնալիք։ Չէ, իրանք չեն, իրանք մտան, իրանք կայացել են, իրանք ապրում են իրենց կյանքը այդ տրամաբանության մեջ եւ ես ամեն ինչ դուր ա գալիս, ամեն ինչ նորմալ է, իրանք ոչ մի բան չեն փոխելու։ Մենք որպես ազգ պիտի մտածենք ոնց ենք լուծում այդ խնդիրը։ Ոնց ենք հրաժարվում, ոնց ենք հրաժեշտ տալիս հետսովետական Հայաստանից եւ ինչ Հայաստան ենք պատրաստում ձևավորել եւ կառուցել, ինչ Հայաստան ենք պատրաստում կերտել։ Ես կուզենայի մենք ավելի շուտ դրա մասին խոսել, այդ հարցերի մասին խոսել։ Գիտեք ինչ, այդ հարցերը գուցե, բայց ձեզ կպատասխանեն այո, ընտրություններ են լինելու, գնացեք ընտրեք եւ դուք ասելու եք մենք չգիտենք ում ընտրենք։ Ընտրություններում դու ինչ ես ընտրում։ Իշխանություն դու որը այդ ձեր ասած ազգային հետագծով ազգային խնդիրը կդնի եւ կլուծի։ Առաջինը պետք է հասկանալ, որ ոչ թե սովորական ընտրություններ պիտի լինեն, այս մեկ կամ հաջորդը չգիտեմ, այս ընտրությունները մեկ կարծեմ, մեկ ի վերջո պիտի կանգնեք, պիտի անեք ընտրություն, բայց ընտրեք ոչ թե իշխանություն, ընտրենք ոչ թե առաջնորդներին իշխանություն վերցնելով, ոչ թե դաժե քաղաքական ուժեր, որ ուզում են վերցնել իշխանություն, բայց մենք պետք է փորձենք կառուցենք եւ ունենանք ընտրություն Հայաստանի ազատ անկախ Հայաստան, թե այն Հայաստանը, որը այսօր կա։ Ով կարող է ներկայացնել այդ ազատ անկախ Հայաստանի գաղափարախոսությունը կրող եւ ուժ ունեցող կազմակերպվել, խումբ գուցե կազմակերպվի, գուցե ինչ-որ նման ուղղությամբ աշխատանք կամ տեսնում եք։ Առաջինը պիտի ճիշտ ձևավորես խնդրեմը, որ խնդրեմը այսպես պիտի դնես։ 20 թվականից հետո մենք ամենօրյա ռեժիմով այդ խնդրեմը ձևավորում։ Ամենօրյա մենք լուծում ենք խնդրեմը Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան նախկինները, թե այս մեկը մեզ դնում են ուրիշ ընտրության առջև այն ուժերի մեջ, որը մեզ թողնում են հետսովետական Հայաստանում։ Առաջինը մենք պիտի հասկանանք, որ այս դրվածքում, այս տարածքում լուծում չկա։ Հետսովետական Հայաստանում, որը ժառանգորդ է սովետական ժամանակներից տրամաբանության, հայկական հարցը Հայաստանը լուծում չունի։ Դա նշանակում է մենք պիտի դնենք խնդրեմը ուրիշ ձևի։ Դրվածքը խնդրեմի պիտի փոխվի, որ մենք պիտի ունենանք հետսովետական Հայաստանին հրաժեշտ տակ եւ կառուցենք ուրիշ Հայաստան։ Եվ դու խնդրեմը ճիշտ ձևավորում ես, այդ ժամանակ դու ստանում ես հնարավորություն սկսել գտնել լուծում։ Այս հետսովետական Հայաստանում լուծում չկա։ Այս լուծման ճանապարհով դու կորցնում ես պետական ինքնաիշխանությունը։ Նորից եմ կրկնում, լավագույն դեպքում դառնում ես Բելարուսիա։ Դու պիտի հասկանաս, որ այստեղ լուծում չկա,
Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացած առաջնորդների քաղաքական ուժերի մեջ լուծում չկա։ Մենք պիտի որպես ազգ ձևավորենք խնդիրը, մենք նախնդիրը ուրիշ ձևի, ոնց է կառուցում ուրիշ Հայաստան։ Եվ այդ ժամանակ կսկսեն ձևավորել նոր քաղաքական, հասարակական ուժեր, խմբեր, որը կդնեն այդ խնդիրը եւ կլուծեն այդ խնդիրը։ Փորձել լուծել խնդիրներ, որտեղ լուծում չկա, իմաստ չկա։ Եկեք դնենք այսպես։ Եվ վերջի ժամանակները, վերջի 2 տարի ես դրա մասին եմ խոսում։ Պիտի փոխվի խնդրի դրվածքը։ Մենք պիտի ազատենք Հայաստանը կայսրություններից։ Հայաստանը պիտի դառնա անկախ։ Ոնց եք դա անում։ Մինչև մենք այդ խնդիրը չենք լուծել, դնել խնդիրը ինչ քաղաքականություն պիտի վարի Հայաստանը, ինչ իշխանություններ պիտի ունենա, ինչ կառուցվածք պիտի ունենա քաղաքական համակարգը, պետական համակարգը եւ այլ, իմաստ չունի, որտեղ մենք շարժվում ենք այդ ցիկլի մեջ եւ այդ ցիկլով դուրս գալով չգանը մենք ներուժը փոքրանում ենք։ Մինչև նա փոքրացել մենք կորցրել ենք Արցախը։ Եթե շարունակենք նույն ձևի մենք կորցնել ենք Հայաստանը։ Դրա համար խնդրի դրվածքը պիտի փոխվի եւ հույս ունեմ որ կձևավորեն նոր քաղաքական ուժեր, նոր հասարակական կազմակերպություններ, ուժեր, որ այդ դրվածքը կընդունեն եւ սկսեն աշխատել։ Ես գիտեք, ես ներքաղաքական դաշտում չեմ աշխատում, ես ներքաղաքական կանոնությունով չեմ զբաղվում, ես հասարակական գալիս եմ դες այդ խոսում եմ, մնացածների հետ խոսում եմ, բայց հիմնական իմ ուղղությունը անվտանգությունն է, ռազմական համակարգն է, ռազմական համակարգի, անվտանգության համակարգի ձևավորումն է, տարածաշրջանային process-ներն են, բայց ես որպես փորձագետ տեսնում եմ, որ եթե մենք ուզում ենք ունենալ հզոր Հայաստան, անկախ Հայաստան, մենք պետք է դնենք լուծենք այդ խնդրը։ Եվ նորից եմ կրկնում այդ խնդրը ոչ թե իշխանափոխության խնդրեմ է, ոչ թե քաղաքական խնդրեմ է, բայց ազգային խնդրեմ է։ Ես գիտեմ, որ դա ճոխություն է, դա տեղի չունենալու, լավ կլինի այդ խնդրը դնի համահայկական, համազգային, որտեղ մենք համազգային, մենք գլոբալ երևույթ ենք, մենք ոչ թե միայն հայեր ենք, որ ազգում ենք Հայաստան Հանրապետությունում, բայց այսօր ելնելով իրականությունից, իմ կարծիքով դա այդ խնդրն է, որը պիտի լուծի Հայաստանը, որտեղ Հայաստանն է հայկական Հայաստան Հանրապետության մայրաքաղաքը, եւ նման խնդիրները ձևավորում է եւ լուծում է մայրաքաղաքը։ Եվ Հայաստանը ի վերջո, Երևանը ի վերջո պիտի նորից հիշի, որ ինքը ոչ թե միայն 1 միլիոնանոց քաղաք է, որտեղ մեծ բիզնես է տեղի ունենում, տարածաշրջանային, պետական Հայաստանի մեջ ոչ թե միայն բիզնես կենտրոն է, բայց նաև մայրաքաղաք է։ Եվ լինելով մայրաքաղաք ինքը ունի քաղաքական եւ ազգանային գործունեություններ, ֆունկցիաներ, որ ինքը պետք է կատարի։ 1 միլիոն հայ, որը հավաքվել են Երևանում, պարտավոր են գտնել այդ առաջնորդներին, այդ 100 հոգուն, որը կարող է մտնել պարլամենտ եւ ձևավորեն ուրիշ Հայաստանի կերտման պրոյեկտը, մոտեցումը, տեսլականը։ Իմ կարծիքով դա Երևանի ֆունկցիաներն են։ Նորից կրկնեմ, լավ կլինի որ համազգային լուծենք, բայց այն սուս հնարավորությունները մենք ունենք, իմ կարծիքով այդ խնդրը պետք է դնի լուծվի Երևանում եւ Երևանի կողմից, որ եթե կարողանա ներգրավի համահայկական ներուժ, դա կլինի փայլուն։ Բայց որպես առաջիկ քայլ նորից կրկնեմ երևի ինձ համար եւ լսողների համար դա մայրաքաղաքի ֆունկցիան է քաղաքական եւ ազգային շահերը ձևավորելը ես չեմ ուզում այդ բեռը դնել սահմանում ապրող գյուղացուն կամ քաղաքներին գյուղերին իրանք իրենց խնդիրները իրենց քշիրը ծանրությունը վերցրած իրենց ուսերի վրա տանում են բայց Երևանը իմ կարծիքով իր ֆունկցիաները չի կատարում Ի վերջո Երևանը պիտի հիշի, որ ինքը Երևան է, ողջ հայության մայրաքաղաքն է։ Կարող եմ այսպես ձևակերպել, դուք կասեք այո թե ոչ, այդպես է ստացվում։ Ստացվում է, որ այո, մենք այժմ համենայն դեպս զինադադարի ընթացքում ենք ապրում, ճիշտ է։ Պատերազմ այս պահին այդ տակ Լայնածավալ ռազմական գործողություններ չկան։ Ռազմական գործողություններ գոնե չկան։ Այո, հիբրիդային պատերազմի մասին խոսում են։ Մենք արդեն ոնց որ թե դիրքավորվել ենք եւ ընտելացել ենք այդ պատերազմին, հոգեբանորեն համակերպվել ենք եւ գոնե հասկանում ենք, որ շատ բան չենք թույլ տալիս, որ ազդի, ճիշտ է, շատ ազդում է նյարդային համակարգի վրա, մտածելակերպի վրա, հույզերի վրա, այդ ամեն ինչ էմոցիաների վրա, մարդիկ բոլորը ապրում են եւ ուժ են գտնում իրենց մեջ գիտակցելու դա, բայց այդ հիմա գոնե այդ զինադադարի
process է, ժամանակահատված է։ Այդ ժամանակը պետք է ճիշտ օգտագործի եւ իշխանությունները։ Տվյալ դեպքում ձեր ասածից դուրս է գալիս, որ եւ հասարակությունը պետք է այս ժամանակը օգտագործի իր մեջից գտնելով կամ խմբավորվելով, ինքնակազմակերպվելով, իշխանությունը գուցե չի հասկանում, ինչպես դուք ասում եք, Փաշինյանը իր մտածելակերպով է մնացել դեռ այնտեղ, որտեղ որ հետ խորթային այդ առաջի շրջանն էր, դեռ շարունակում է մնալ հետ խորթային տրամաբանության մեջ, բայց հասարակությունը հիմա անելիք ունի։ Ինչպես օգնել հասարակությանը, որպեսզի հասարակությունը իր մեջ ուժ գտնի այդ, որ ինքը կարող է կազմակերպվել, ինքը կարող է եւ այո, դուք համաձայն եք, որ եւ իշխանությունը անելիք ունի, եւ այնուամենայնիվ հասարակությունը անելիք ունի այս հարցում, թե ոչ։ Դուք ճիշտ եք, բայց ես գիտեմ, որ հայ իշխանությունը ոչինչ բան չի անելու, իշխանության ամիս ձեռք։ Նշանակում է ավելի շատ հասարակության վրա է ծանրությունը հույսերի եւ սպասելիքի։ Հիմա ինչպես հասարակությանը ինչ process-ներ պետք է լինեն, որ այս ժամանակահատվածը ճիշտ օգտագործվի։ Դժվար հարց է Գայանե, որովհետև ես չունեմ պատասխան, ընդհանուր պատասխան, ես ունեմ իմ անձնական պատասխանը։ Ես դրա մասին խոսում եմ, ունենալով հնարավորություն խոսել, դրա մասին խոսում եմ, փորձում եմ ձևավորել այդ խնդրը։ Ես շփումների մեջ եմ, հասարակական կազմակերպությունների հետ շփվում եմ, խոսում եմ դրա մասին։ Ես խոսում եմ նոր ձևավորված կուսակցությունների հետ, որոնք փորձում են նման մոտեցում իրանց հասցնել։ Ինչ որտեղ կայծ, լույս, տեսնում եք։ Հա, կայծ կա, բայց այստեղ խնդրեմ է սկսում, ուղղակի դու պետք է կարողանաս անձնական հասկացողություններից փոխես մասշտաբը։ Ես որպես անձնավորություն հնարավորություն եմ ազդել 10 հոգու վրա, 100 հոգու վրա, 10,000 հոգու վրա, լավ, ֆանտաստիկա է, ասեք 100,000-ի վրա հնարավորություն ես ազդել, բայց Պրոբլեմը համահայկական եւ ազգային է, դու պետք է ունենաս հնարավորություն այդ միտքը գաղափարները հասցնել միլիոնների։ Եվ այստեղ սկսում է լրիվ ուրիշ խնդիրների, ռեսուրսների, որը ես կոնկրետ չունեմ, բայց ես հույս ունեմ կան հասարակական կազմակերպություններ, դուք որպես նոյանտապար ձեր կտոր աշխատանքն եք անում, բայց մենք կանգնած ենք անհրաժեշտության փոխել մասշտաբը։ Ինչ ասել է փոխել մասշտաբը, մենք աշխատում ենք 1 միլիոն չեք անում, 100,000-ի հետ եք աշխատում աուդիտորիան։ Ոնց կարելի է անել, որ այդ գաղափարները, որ այսպես շարունակել չի կարելի, այս ճանապարհով մենք կորցնում ենք Հայաստանը, պիտի փոխվել լրիվ ամեն ինչ եւ պիտի գտնվեն անձնավորությունները, ոչ թե անպայման քաղաքական գործիչները, բայց անձնավորությունները, տեխնոկրատներ, որը պատրաստ է ճանապարհով գնալ, այդ միտքը պիտի դառնա հասարակությունը պիտի ընկալի։ Եվ դա շատ դժվար է, Գայանե, անձի խնդրեմ չի, որովհետև դու փորձում ես իշխանությունը փոխես, իշխանափոխություն եւ իշխանությունները եւ իշխանության մեջքին կանգնած ուժային կենտրոնները դեմ են դրա մոտեցման եւ քո դեմ վարում են տեղեկատվական պատերազմ, հոգեբանական պատերազմ։ Այսինքն հենց նույն մեր ազգային ժողովի այս ամեն ինչ որ մենք տեսնում ենք, սա հենց պատերազմ է հասարակության Այո, հասարակությանը չեն թողնելու հասարակության հավաքվի, կազմակերպի։ Այսինքն ոչ միայն մենք արտաքին հարվածներ ենք ստանում, այլ ներսում էլ է կեղծ օրակարգեր ձևակերպելով, կեղծ ուշադրություն են ֆոկուսները, որ անում են, հիշում եք, կարևորը որպեսի դու չտեսնես, քեզ այսպես աճպարարություն են անում, որպեսի ուշադրությունդ շեղեն։ Տեղեկատվական պատերազմի կլասիկի ձևավորումն է։ Եվ մենք մնում ենք ներկաներ եւ նախկինների որ չկարողանաս ձևավորես ուրիշ մոտեցում, քեզ քանդում են ոչես հասարակություն, քեզ ֆրագմենտացնում են։ Լավ, դա եթե ընկալել ենք, հասկացել ենք։ Հաղթահարում ես, փորձում ես պայքարում ես դրա դեմ։ Մեր խոսակցությունը այդ պայքարի մի մասն է։ Դու հասկացնում ես հասարակության, որ քեզ թվում են պարակտել, քեզ չեն թողնում հավաքվես ազգային շահերի շուրջ, որ մնա ինչ որ կա։ Դու պիտի հավաքվես, դու պիտի ներուժ հավաքես։ Դու պիտի խոսաս քո հարևանի հետ, քո հասարակության, քո միջավայրի մեջ այդ խնդիրների մասին եւ կամաց որպես ազգ հավաքվենք, որ եսերից ի վերջո հավաքվի մենք։ Այն Փելեշյանի հայտնի ֆիլմը դուք իհարկե հիշում եք, երբ մենք եք բացել։ Մենք նորից պիտի մենք դառնանք։ 2018 թվականի իմ ազգը հավաքվել է նորից։ Հայ ազգի 98%-ը, 95%-ը հավաքվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության բերելու համար։ Եվ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբել է, նորից պարակտել ենք, նորից հուսահատվել ենք, բայց պետք է հասկանալ ուրիշ ելք չկա, նորից պետք է հավաքվել, նորից պետք է մենք դառնալ
Եվ դառնալով մենք դնել հստակ խնդիր, որ մենք այսպես չեք շարունակում։ Մենք կառուցում ենք ուրիշ Հայաստան, հիմնելով առաջի հանրապետության վրա, հիմնելով անկախության հռչակագրի վրա, կառուցում ենք միազգար, միացյալ, անկախ Հայաստան։ Ձեզ կասեն նորից ես անհատի վրա եմ դուրս գալիս, լիդեր է պետք, այդ առաջնորդը չկա, ինքնակազմակերպվել մենք չենք կարողանում։ Դժվար խնդիր է Գայան։ Կարողանում ենք ինքնակազմակերպվել, թե ոչ, թե հասարակությունն է հավաքվում, երբ ծնում է առաջնորդին, թե ծնում է առաջնորդ, որը հավաքվում է հասարակությանը, երկու ճանապարհներ հնարավոր են։ Այդ երկուսը միասին է լինում։ Որն անելու այս անգամ առաջինը հասարակությունն ապարտադրելու դնելու խնդիր, այդ խնդրի դրվածքը ծնելու է առաջնորդի, թե կա հնարավորություն եւ կծնի առաջնորդ եւ առաջնորդի շուրջ կհավաքվի հասարակությունը, նորից երկու ճանապարհներն եկան։ Ոչ ես, ոչ դու չի կարող ասել, որ ճանապարհով է գնալու այդ process-ները, բայց որ պիտի հավաքվես եւ դնես այդ խնդրը, եթե այդպես հիմնախնդիրը դնենք, երկու ճանապարհներից որն եք ընտրելու կձևավորվի ճանապարհ ժամանակին։ Հիմա այսօր ոչ ես, ոչ դու չեք կարող ասել, որ ճանապարհով է գնալու։ Այդ մեկը ոչ մեկը չգիտի։ Կարող է ծնի առաջնորդ, որը կունենա ազգային վստահություն։ Իր հանդեպ պետք է իր հանդեպ առաջինը պետք է այդ անձը վստահություն ունենա։ Իհարկե, դա շատ խորքային այս ընկճվածության ֆոնին, այս սթրեսի ֆոնին, որը մենք ապրեցինք, գուցե դրանով է պայմանավորված, որ անհատները, անգամ ուժեղ անհատները, նրանք չեն հավատում իրենց իսկ ուժին։ Եթե դու չես հավատում քո ներուժերիդ, եթե չես հավատում քեզ, պատրաստ չես, վերցնես քեզ վրա, դու առաջնորդ չես։ Դու այն առաջնորդ չես, որի մասին մենք խոսում ենք։ Եթե դու առաջնորդ ես, դու գիտես քո առաքելությունը։ Դու չես վախենում քո առաքելությունից, դու ընդունում ես քո առաքելությունը եւ կատարում ես։ Եթե պատրաստ չես, նշանակում է դու այն առաջնորդը չես։ Դու հերթական առաջնորդն ես, որ ուզում է հերթական վերցնի իշխանությունը։ Դա չի հետարկում եւ Հայաստանի խնդիրները նման առաջնորդը չի լուծելու։ Այդ քրիտիկական կետին չենք հասել, տեսեք, անձրևը գալիս է, երբ որ այդ կետը հասունանում է, ճիշտ է։ Հա, կարող է այդպես է, բայց կարող է մեկ անհամբեր է, կարող է ճնշման տակ եք, շատ եք արագացնում process-ները, բայց իմ կարծիքով չէ։ Մենք որպես ազգ պիտի վերջում մեզ պատասխան տակ, մեզ Հայաստանը պետք է թե չէ։ Ներեցեք այդքան ծանր խոսքեր եմ ասում։ Այս ընտրությունները տան այդ հնարավորությունը։ Չգիտեմ, որովհետև կա 2000 ազգ ժողովուրդ եւ միանգամայն 200 ունեն պետություն։ Ինչու հայ ժողովուրդը պետք է պետություն ունենա։ Ինչու քուրդերը 15 միլիոնանոց պետություն չունեն եւ չեն ունենալու մոտիկա ժամանակներ, բայց հայերը 2 միլիոն պետք ունենան։ Կարող է մեզ դա պետք չի։ Եթե այդպես ես հարցնում, շատ խայտարակ ներեցեք ինձ համար խայտարակ խնդիրների առջև ես կանգնում։ Եթե այդպես է, ինչու եք այդքան տղաներ երաբլորներում կորցրել, որը դրոշի համար Հայաստանի համար իրաց կյանքն են տվել, բայց ես դու հիմա պիտի հրաժարվենք, ասենք դա մեզ պետք չէ։ Ինձ համար դա անընդունելի է։ Ինձ համար դա աքսիոմատիկ է, որ պիտի Հայաստանը մնա վերականգնված պետությունը պիտի պահենք, բայց իմ հասարակությունը պատրաստ է, ավելի շուտ ես գիտեմ, որ իմ հասարակությունը ազգը պատրաստ է, ասում է այո, բայց ոնց է այդ այոն առանձին իզոլացված այոն հավաքվում դառնում մենք, այդ process-ը պիտի անենք եւ պիտի հասկանալ, որ դա մենամարտություն է։ Դու մտնում ես մենամարտության մեջ, քեզ դեմ են դուրս գալու ուժային կենտրոնները, քո ներքին վերնախավը իշխող այսօր, որ դա տեղի չունենա։ Դա ոչ թե ճանապարհ է, հանգիստ գնում ես, չէ, այդ պատերազմի ճանապարհը, դա մենամարտության ճանապարհ է Գայանը։ Մենք այդ ճանապարհի վրա մտնում ենք պատերազմի մեջ։ Պատերազմի մեջ մեր թշնամիների դեմ, ներքում ուժերի դեմ, որ այս ամեն ինչը տեղի է, ամեն ինչը կայուն է, կայացած է, իրանք չեն ուզում։ Ձեզ ասում են մենք պատրաստ չենք դեռ։ Ո՞վ ասում։ Պատերազմին մտնելու։ Այդ պատերազմը գնում է, քո դեմ արդեն այդ պատերազմը գնում է։ Եթե դու չես ճանաչում, որ քո դեմ պատերազմը է գնում, դու արդեն պարտվել ես։ Բայց ես գիտեմ հասարակության բավականին հետաքրքիր մաս արդեն չի համաձայնում եւ շարունակում է այդ աշխատանքը։ Չեմ ուզում այդ ուրիշ խոսակցություն է ստացվել։ Ես տեսնում եմ հասարակությունը պայքարում է։ Ես տեսել եմ ոնց են հասարակական կազմակերպությունները հավաքվում։ Անընդհատ ասել, որ դու թույլ ես, դեռ թույլ ես, դու պարտվելու ես։ Դու պարտվել ես, դու պարտվելու ես անհուսատություն մտցնել, կոտրել, չթողել կամքը վերականգնել, բայց ջայր սերունդի մտաղ սերունդի մեջ ես տեսնում եմ, որ այդպես չեն մտածում։ Այնտեղ պրագմատիկ աշխատում են, հզորանում են, հավաքվում են հասարակական
կազմակերպությունները, ինքնակազմակերպման process-ները գնում են։ Ուղղակի արագության եւ այդ ով է առաջինը, քանդողներն են ավելի շուտ առաջ գնալու, թե կառուցողները։ Եվ ցավոք սրտի քանդողները ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կառուցողները։ Վերջին հարցս այնինչ մենք տեսնում ենք, այո, ճիշտ է, турբուլենտ է վիճակը, կայուն չէ եւ Իրանը պարզ չէ, Թրամփը կարող է, ինչպես դուք ասացիք, Սիրիայում ձեռք սեղմեց, գա մեկ օր եւ գուցեև Իրանում ձեռք սեղմի, պատկերացնում եք, հա, մենք այսինքն չենք կարող ոչինչ ժխտել, ոչ այն, որ պատերազմ կարող են սկսել, ոչ այն, որ կարող են գալ ձեռք սեղմել, համաձայն եք։ Այո, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները, ճիշտ է, չեմ ասում ամեն ինչ այսպես հալած յուղի տեղ դնենք եւ ընդունենք, բայց գոնե այն ինչ մենք հիմա տեսնում ենք, չի ցույց տալիս, որ հենց թե չէ, ես սխալ եմ։ Ձեր մեկնաբանությունը ինչ տեսանք այդ նույն որտեղ էին իրենք Ալբանիայում էին հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները, նրանք պատերազմի ցույց են տալիս, որ պատերազմ է ավելի մոտ, թե որ այսպես վիճակը պահպանվելու է, դա էլ եկեք ճշտենք։ Գայան է, պատերազմը շարունակվում է, հրադադարը լավագույն դեպքում։ Պատերազմը շարունակվում է եւ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը մոտեցումները եւ ռազմավարությունը չեն փոխվել։ Իրանք պատերազմում են Հայաստանի դեմ։ Պարզապես այլ մեթոդներով։ Այլ մեթոդներով նշանակություն չունի, մեթոդները պատերազմի։ Այսինքն մենք պատերազմի մեջ ենք շարունակում լինել։ Մենք պատերազմի մեջ է, պետք չի շեղմել, քեզ ում են համոզել, թե իսկական պատերազմի մեթոդներից մեկն է, որ դու խաղաղության մեջ ես, դու խաղաղության մեջ ես, պատերազմի մեջ ես։ Այսինքն այդ սուրճ խմելը դա բացարձակ ոչ։ Այդ պատերազմի շարունակությունն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ընդունում է քո թշնամիների մոտեցումները եւ լուծումները, ինքը գնում է այդ հանդիպումներին եւ շարունակում է այդ պատերազմը։ Մենք այդ պատերազմը վերջացնելու համար պիտի հզորանաս։ Դու պիտի հասկանաս ինքան հզոր լինես, որ Ռուսաստանը եւ Թուրքիան հասկանան, որ Հայաստանի հետ ուժային մեթոդներով խոսել չի ստացվելու։ Դա կարող ես անել միայն դեպքով, երբ դու հզորանում ես, որպես պետություն, որպես ազգ։ Ուրիշ լուծում չկա։ Խաղաղության հասնելու համար դու պետք է հզորանաս այնքան, որ քո դեմ ռազմական գործողությունները արդյունավետ լինեն եւ անընդունելի դառնան քո թշնամիների համար։ Եվ հզորանալու համար ամենաառաջինը մենտալիտետը, հա, պիտի փոխես քո մտածումը, վերաբերմունքը, բառարաչինը, դու պիտի հասկանաս այն ինչի տեղի ունենում, դա երկար process է։ Դա հայկական հարցի լուծումն է, որը սկսել է 19 դարի վերջում եւ դու ուզում ես վերականգնես քո պետությունը եւ այդ պայքարը որ Հայաստանի հայ ազգի դեմ որ ինքը չունենա պետություն դու այդ ճանապարհի վրա անցել ես մեծ եղերնով վերականգնել ես մեծ առաջի հանրապետությունը կարճաժամյա ժամկետով հետո ագրեսիայի չդիմանալով պարտվել ես առաջի հանրապետությունը սովետական Հայաստանում անհասկանալի գաղութային վիճակ է ունեցել երրորդ հանրապետությունը կարողացավ համարձակվել ընդունել անկախության հռչակագիրը որտեղ դու հայտարարես որ դու անկախ ես դառնում բայց չկարողացավ իրականացնել այդ հռչակագիրը մենք ունեցեք սահմանադրություն որը շեղվեցին եւ վերջում կորցրեցիք Արցախը բայց ինչ բան է 30 տարին պատերազմը երրորդ դարին դու այդ պատերազմի մեջ ես դու պատերազմ ես հայկական հարցին հայկական լուծում տալը կայսրությունները իրանց լուծումը գիտեն եւ կայսրությունները իրանց լուծումը տվել են Հայաստան առած Հայաստան հայերին Հայաստանը Հայաստանի տարածքում հայեր չպիտի լինեն պետականությունը անընդունելի է եւ Թուրքիա եւ Ռուսաստանի համար Իրանի մասին չեմ հանդիպում դա էլ նորություն չէ դա էլ չէ նորություն դրա համար ոչ մի նոր բան չկա մենք հաջորդ սերունդն ենք որը լուծում է այդ խնդրը հայկական հարցը եւ այս համոզված են եւ վերջում մենք լուծելու ենք տալու ենք հայկական լուծումը հայկական հարցին Արցախի խնդրը որպես հայկական հարցի մաս մենք պարտվել ենք ժամանակավոր ինչ որ ժամանակ 20 տարի 40 տարի 60 տարի 100 տարի ինձ համար նշանակություն չունի բայց հետո լուծելու եք Արցախի խնդրը լուծելու եք Վանի խնդրը Արևմտյան Հայաստանի խնդրը մենք կան այդպես եք նայում խնդրի հայկական հարցին ոնց է հայ ազգը վերականգնում իր ինքնաիշխանության իրավունքները հայկական լեռնաշխարհում եւ վերականգնում հզորացնում իր պետականությունը կամ մենք որպես ազգ պիտի հասկանանք որ մենք պետություն չենք ունենալու մենք սփռվում ենք աշխարհով մեկ եւ հաջորդ 1, 2, 3 դար, 5 դար ապրելու ենք առանց պետության, առանց հայկական լեռնաշխարհի, առանց Արարատ հասարի, որի ներքևում մենք ունենք որպես ազգ ներկայություն։
Ես Աստված չանի այդ լուծումը տեսնեմ, ես համոզված եմ եւ չեմ տեսնելու։ Բայց քեզ առաջ այդ երկու ընտրություններն ադրեց։ Ինչ Հայաստան ես կառուցում, ինչ հայ ազգ ես տեսնում գայանում։ Եվ ի վերջո մենք այդ ընտրությունը կանենք։ Ավելի շուտ հայ ժողովուրդը արդեն ընտրություն արել է։ Մենք մնում է ուղղակի կարողանանք ձևավորել իշխանություն եւ պետություն, որը համաձայն է հայ ժողովրդի հետ, ինչ դեր է ինքը տեսնում իր աշխարհում 21 դարում, 3-րդ հազարամյակում, եւ ի վերջո մենք համոզված ենք պատասխանը կտանք։ Եվ թույլ չտանք, որ խափեն եւ մոլորեցնեն Իհարկե։ հասարակությունը թույլ չտա, որ իրեն մոլորեցնեն եւ ինքը չմոլորվի։ Շատ շնորհակալ եմ պարոն Արզումանյան այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, քաղաքագիտության դոկտոր, ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ էինք զրուցում, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։